ամենաթարմը, ես չեմ ասում նույն Ռուբեն Հայրապետյանի հետ կապված, որը Ավանում տեղամասերից մեկում լրագրողին բռնել տարել էին, գողացել տարել էին, հարսնաքարում ծեծել էին։ Ինչ տեղի ունեցավ, ուրեմն այնտեղ նորից վստահված անձանց հետ, որոնց նույնպես Ռուբեն Հայրապետյանի մարդիկ տարել էին Եղիազարյանին եւ Երջանիկ Աբարյանին, ծեծել էին։ Խնդրեմ, դրանց արդյունքները վկայությունն են այն խոստմանը, որ այսօր ոստիկանությունն է տալիս։ Եթե այդ հարցերը թող պատասխանեն եւ դուք դրեք այս իրանց հավաստիացման կողքին։ Երևա որ դա հավաստիացումը ինչքան ռեալ է եւ ոչ ռեալ։ Ես ավելին ասեմ, ուրեմն ամենաթարմ օրինակը նույնպես Ալեքսանյանի հետ կապված, որը պատգամավորության տեխնացու Բաբկեն Գարոյանին ուրեմն ծեծի են ենթարկել, փիթը ջարդել էին, բայց ինչ արեց ոստիկանությունը, փաստորեն այնքան խոչընդոտները ստեղծեց, որպեսզի Գարոյանին համոզեց, փաստորեն հարկադրեց, որ հրաժարվի իր բողոքից, այսինքն փոխարեն այսպես ասած պատասխանատվության ենթարկվի հարձակողին, տուժողին այնքան ադմինիստրատիվ ճնշումների ենթարկեցին, որ դա ուրեմն հրաժարվի։ Դա ոստիկանության եւ դատախազության ընդգծված լրիվ դիրքորոշումն է, լրիվ գործունեությունն է։ Ասում եք այս դեպքում էլ է։ Այո, դատախազությունը եւ ոստիկանությունը գտնվում են հանցավոր համագործակցության մեջ։ Հանցագործ! Հանցագործ! Սամվել Ալեքսանյան հանցագործ! Խուլիգան! 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 Հանցագործ խուլիգան! Խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Խուլիգան! Ալեքսանյան խուլիգան! Հանցագործ խուլիգան! Խուլիգան! Հանցագործ խուլիգան, Ալեքսանյան խուլիգան, 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 խուլիգան։ Ինչքան ուզում ես խորա։